Հիմա 21-ից 22-ը։ Այստեղ վերևը լրացուցիչ բան չկա։ Ուրեմն կարդանք տեքստը։ Արենը եւ Դանիելը ցանկանում էին գնդակ գնել։ Արենին գնդակ գնելու համար չէր հերիքում 3000 դրամ, իսկ Դանիելին 2000։ Երբ նրանք միավորեցին իրենց փողերը, պարզվեց, որ գնդակ գնելու համար չի հերիքում 600 դրամ։ Շատ տխուր պատմություն, էլի։ Ենթադրենք Արենը իր մոտ ուներ ինչ-որ X դրամ գումար, հա։ Իսկ Դանիելը ուներ ինչ-որ Y դրամ գումար։ Հիմա եթե Արենին գնդակ գնելու համար չէր հերիքում 3000 դրամ, ստացվում է, որ այդ գնդակը ինչքան արժեր X + 3000 դրամ, չէ՞։ Հետևաբար այստեղ գրեմ G ինդեքսում A, այսինքն Արենը այն գնդակը, որ ուզում էր գնել, հա, դրա գինը կլինի X + 3000 դրամ։ Ասում է Դանիելին չէր հերիքում 2000 դրամ, ուրեմն այն գնդակը, որ ուզում էր գնել Դանիելը, G ինդեքսում D, հավասար է Y + 2000 դրամ։ Երբ նրանք միավորեցին իրենց փողերը, այսինքն ընդհանուր ստացվեց, որ ունեն X + Y դրամ, պարզվեց, որ գնդակ գնելու համար չի հերիքում 600 դրամ։ Դե եթե միավորելուց հետո նրանք ունեն X + Y դրամ, ու դեռ 600 դրամ է չի հերիքում այդ գնդակը գնելու համար, ստացվում է, որ այդ գնդակը ինչքան արժի։ Հա, այստեղ տեքստից հասկանալի դարձավ, որ երկուսն են նույն գնդակից են, այսինքն կարելի ասա գնդակի մի մոդել կա, հա, տարբեր գնային արժողությամբ գնդակներ չեն, որտեղ ասում եմ, որ գնդակ գնելու համար չի հերիքում 600 դրամ, ուրեմն օրինակ այդ կարմիր գույնի գնդակներ, Արեն ուզում էր գներ, բայց իրեն չէր հերիքում 3000 դրամ, Դանիել ուզում էր գներ, բայց իրեն չէր հերիքում 2000 դրամ։ Նրանք որոշեցին միավորել իրենց գումարները ու փորձել միասին գնել այդ գնդակը, բայց պարզվեց, որ էլի 600 դրամ չի հերիքում, այսինքն դժբախտություն տեղի ունեցավ։ Հիմա այդ 600 դրամը, որ չի հերիքում, դե ստացվում է, որ այն գնդակը, որ ուզում էին երկուսն է գնել, դրա գինն է, չէ, իրենց ունեցած գումարից 600 դրամ ավելի մեծ։ Այսինքն ստացվում է, որ X + Y-ին, եթե դրան գումարենք 600, հա, X + Y դրամին գումարենք 600 դրամ, կստանանք այդ գնդակի գինը, ընդհանուր գրենք G, հա, այս երկուսը իրար հավասար են ընդհանրական մի G, սենց գրենք։ Լավ, X + Y + 600 հավասար է G, բայց մյուս կողմից մենք տեսնում ենք, որ G-ն հավասար է X + 3000 եւ հավասար է Y + 2000։ Դիտարկելով այս երկու հավասարությունները, որ G-ն հավասար է X + 3000 եւ G-ն հավասար է Y + 2000, կարող ենք ասել, որ քանի որ հավասարումների ձախ մասերը իրար են հավասար, դա երկուսն է G-ը, ուրեմն աջ մասերն իրար են հավասար։ Այսինքն X + 3000-ը հավասար է Y + 3000-ը հավասար է Y + 2000։ Կարելի է երկու G-ն գտնել, այսինքն այս հավասարումները իրար գումարելով կստանանք, որ երկու G-ն հավասար է X + 3000 գումարած Y + 2000, տենց անենք։ Երկու G-ն կստացվի հավասար է, միանգամից սենց գրեմ X + Y + 2000, 3000, 5000։ Այստեղից բան անենք, X + Y-ը արտահայտենք, հա։ Այստեղից է, ուրեմն եկեք սա իջեցնենք ներքև, սա վերջում ենք ստանալու, մեզ այս պայդրությամբ խանգարում է, էլի։ Ու սա էլ կարելի է ջնջել, հա։ Միևնույն է, մենք գումարեցինք իրար։ Գումարեցինք իրար այդ երկուսը, ստացանք երկու G-ն հավասար է X + Y + 5000, որտեղից ստանում ենք, որ X + Y-ը հավասար է 2G հանած 5000։ Այ հիմա մենք կարող ենք X + Y-ի փոխարեն տեղադրել սա այս հավասարման մեջ, որ գտնենք G-ն, որտեղ վերջ-վերջո գնդակի արժեքն է պետք գտնել, քանզի թե X ու Y առանձին գտնել, հասկանալի է։ Այդ դրանից հետո նոր կստանանք մյուսները։ Ուրեմն եթե մենք տեղադրենք 2G հանած 5000-ը X + Y-ի փոխարեն, կստանանք, որ 2G հանած 5000 գումարած 600-ը հավասար է G, որտեղից կստանանք, որ
J-ին հավասար է 600 պլյուս 5000 հանած 600, այսինքն 4400։ Փաստորեն գնդակի արժեքը 4400 դրամ է, հասկանալի է։ Եվ հիմա ասում է, որ Արենին գնդակ գնելու համար չէր հերիքում 3000 դրամ։ Եթե 4400 է, 3000 դրամ չէր հերիքում, ստացվում է, որ Արենը իր մոտ ուներ ինչքան 4400 հանած 3000։ 1400 դրամ։ Իսկ արդեն Դանիելը իր մոտ ուներ ինչքան 4400 հանած 2000 դրամ էր պակասում, 2000, այսինքն 2400։ Փաստորեն Դանիելը իր մոտ ուներ 2400 դրամ, Արենը ուներ 1400 դրամ։ Հիմա այստեղ 21-ը, ուրեմն որքան արժեր գնդակը։ Մի հատ կարելի է թվերն ստուգել։ Եթե Արենի մոտ 1400 դրամ էր, նրան չէր հերիքում 3000 դրամ, տվեց 4400, 2000, 2400, 4400, այստեղ ասում է միավորեցին փողերը, 1400-ին գումարենք 2400, կտա միասին միավորված ունեն ուրեմն 3800 դրամ, եթե 3800-ին գումարենք 600, տև չէր հերիքում, այդքան կտա 4400, չէ, հա, լավ, հիմա որքան արժեր գնդակը, այդ G-ի արժեքն է 4400, չափման միավոր հիշում ենք, որ չենք գրում, եթե խնդրում նույնիսկ դրամ բառը շեշտվում է, որտև նախորդ օրինակներ, որն է, որ գրած էր 19-ից 35-ում չափման միավորը չգրել պատասխանում, հասկանալի է, բայց դա ձևաթղթում, այստեղ պետք է գրել իմ կարծիքով, որքան արժեր, այսքան դրամ, որքան գումար ուներ Արենը, Արենը ուներ X դրամ, ներքևը տեղ կար, Արենը X-ը 1400 դրամ, Արենը ուներ այսքան գումար, որքան արժեր գնդակը, արժեր 4400 դրամ։ Լավ, այս օրինակը ավարտեցինք, անցնենք հիմա հաջորդին, 23-ից 25-ը, ուղղանկյունանիստի հիմքը 3 և 6 կից կողմերով ուղղանկյուն է, պետք է որ այստեղ ուղղանկյունանիստ լինի, այս է մոտավորապես 3 և 6 կից կողմերով ուղղանկյուն է հիմքը, սա ասենք 6 է, սա 3 է, հայտնի է, որ նրա մեծ կողմնային նիստը քառակուսի է, նախ ուղղանկյունանիստը հիշում ենք, որ այն զուգահեռանիստն է, որի բոլոր նիստերը ուղղանկյուններ են, ուղղանկյունանիստի կողմնային կողերը, որտեղ ուղղահայաց են հիմքերի հարթություններին, այդ ուղիղանկյունների պատճառով է ստացվում, որ բոլոր նիստերում այնպիսի քառանկյուններ են, որ բոլոր անկյունները ուղիղ են, այսինքն ուղղանկյուններ են, 6 նիստերն է, հա, ուղղանկյուններ են։ Հիմա երբ որ ասում է, որ ուղղանկյունանիստի մեծ կողմնային նիստը քառակուսի է, որն է նրա մեծ կողմնային նիստը։ Նկատենք, որ ունի 4 կողմնային նիստ եւ յուրաքանչյուրը ուղղանկյուն է։ Իսկ ինչպիսի ուղղանկյուններ են։ Տեսեք, օրինակ այս աջ կողմի նիստը վերցնենք, հա։ Այդ ուղղանկյան կողմերից մեկը 3 է, մյուսը, այս կողմնային կողի երկարությունը ինչ որ C-ով նշանակենք, հայտնի չի կգտնենք, հա։ C-ը ստացվում է, որ աջ կողմնային նիստը 3 և C կողմերով ուղղանկյուն է։ Այս թիկունքի ուղղանկյունը ինչ է։ Սա 6 է, չէ, դե ուղղանկյան հանդիպակաց կողմերի հարավասեն կամ ուղղակի ուղղանկյան կողմերից մեկը 6 էր 3 էր, այս երկարը 6 ենք վերցրել։ Սա 6 է, սա C է, ստացվում է 6 և C կողմերով ուղղանկյուն է։ Այս ձախ կողմի նիստը 3 և էլի C կողմերով ուղղանկյուն է եւ արչեվինը, հա, հենց մեր արչեվ ընկածը 6 եւ C կողմերով ուղղանկյունը։ Նկատում ենք, որ կողմնային նիստերը բաժանվում են երկու հավասար զույգերի։ Մի զույգը 3 եւ C կողմերով ուղղանկյուն է, մյուս զույգը 6 եւ C կողմերով ուղղանկյուն է։ Հիմա այդ նիստերից որն է մեծը։ Հասկանալի է, չէ, որ մեծը այն նիստը, որի
չափումները ավելի մեծ են, որովհետև 3 եւ c կողմերով նիստի մակերեսը 3c է, իսկ 6 եւ c կողմերով նիստի մակերեսը 6c է։ Երկուսն ունեն նույն c-ն, բայց մեկը ունի 3, մյուսը ունի 6, դե 6-ն է 3-ից մեծ է։ Ուրեմն 6 եւ c կողմերով ուղղանկյունները, որոնք թվով երկուսն են, մեծ կողմնային նիստերն են, դե քանի որ դրանք իրար հավասար կողմնային նիստեր են, էական չի։ Նայում ենք առջևի մեր գծածով, թե թիկունքի կողմնային նիստը, որն է նայենք, դա մեծ կողմնային նիստ է։ Հիմա ասում եմ, որ մեծ կողմնային նիստը քառակուսի է։ Եթե մեծ կողմնային նիստը 6 եւ c, այստեղ էլի առանձին մի քառակուսի գցենք, հա, 6 եւ c կողմերով ուղղանկյուն է, ու ասում է, որ այն տեսեք քառակուսի է, հա, սա 6-ը, սա c-ը։ Ու ասում է, որ սա քառակուսի է, մեջ հատուկ շեշտենք, հա, քառակուսի է։ Ինչ է ստացվում, քառակուսու կողմերը իրար հավասար են, որ c-ն հավասար է 6, հա, այս կողմի երկարություն c-ը, սրան 6 է, քառակուսի է, ուրեմն c-ն հավասար է 6։ Բայց c-ն կողմնային կողի երկարությունն էր։ Վերջ գտանք մեր ուղղանկյունանիստի կողմնային կողի երկարությունը, որին եւ հավասար է նաեւ ուղղանկյունանիստի բարձրության երկարությունը կամ բարձրությունը, հասկանալի է։ Դե հիմա երբ որ ունենք հիմքի կողմերը, երկարությունը եւ լայնությունը, այսինքն հիմքի չափումները եւ կողմնային կողի երկարությունը, ստացվում է մենք ուղղանկյունանիստի 3 չափումները, հա, երկարություն, լայնություն, բարձրություն ունենք, ուրեմն կարող ենք գտնել նաեւ ծավալը, հիմնականում այստեղ ծավալի մասին է հարց տալի։ 23-ը գտնել ուղղանկյունանիստի բարձրության երկարությունը, h-ը հավասար է c հավասար է 6, որտեղ կողմնային կողերը ուղղայաց են հիմքերի հարթություններին, այսինքն կողմնային կողերից յուրաքանչյուրի երկարությանն է հավասար ուղղանկյունանիստի բարձրության երկարությունը, հա, որտեղ այս հատվածներից յուրաքանչյուրը կողմնային կողերից, հա, ստացվում է, որ այդ երկու հարթությունների միջև հեռավորություն է ներկայացնում, հասկանում եք, դրա համար է բարձրության երկարությունը հավասար է կողմնային կողի երկարության հավասար է 6-ի։ Չափման միավոր չկա, գրենք 6, եթե լիներ այստեղ չափման միավոր կգրենք, բայց հետևը լրացնելուց ուշադիր կլինեք չափման միավոր հանկարծ չգրեք։ Շատ վտանգավոր է։ Ապահովության համար նույնիսկ չափման միավորներ մի գրեք, կլրացնեք, ձևաթուղթը կդնեք մի կողմ, վերջում հանձնելուց աշխատանքը մի հատ նորից այստեղ վրայով կանցնեք, չափման միավորներ սրանց համար կլրացնեք, ավելավ այդպես անեք։ Թե չկարողա լրացնեք այստեղ չափման միավորները, հետո ձևաթուղթը լրացնելուց ավտոմատ արտագրեք, հա, դա շատ հավանական է։ Լավ, ուրեմն 6։ Եվ հիմա 24-ը գտնել ուղղանկյունանիստի հիմքի մակերեսը, դե ծավալներ չէր ուզում փասվել։ Հիմքի մակերեսը, հիմքը ուղղանկյուն է 3 եւ 6 կողմերով։ Ուղղանկյան մակերեսը հավասար է չափումների արտադրյալին, լայնություն անգամ երկարություն։ Կլինի 3 անգամ 6 կամ 6 անգամ 3, հա, արտադրիչների տեղեր փոխեց, էլի արտադրյալը չի փոխվում։ Ամենայն դեպս կլինի այս երկու կողմերի, այսինքն կից կողմերի, հա, երկարությունների արտադրյալ։ Կտա 18։ Ուրեմն հիմքի մակերեսն է, կստացվի 18, հա, այս էր 25-ը գտնել ուղղանկյունանիստի ծավալը։ Դե ուղղանկյունանիստի ծավալը հայտնի բանաձևի հիման վրա որոշվում է իր չափումների արտադրյալով, ABC երկարություն անգամ լայնություն անգամ բարձրություն, նույնա թե ասենք ընդհանուր զուգահեռանիստի համար, S հիմք անգամ h, որտեղ հիմքում ուղղանկյուն է, ուղղանկյան կողմերից մեկը A է, մեկը B է, իսկ h-ը հավասար է C-ի, չէ՞, դե չստացվեց նույն ABC-ն, հասկանալի է։ Ու քանի որ ասենք A-ն 3 է, B-ն 6 է, C-ն ստացանք 6 է, V-ն կլինի հավասար 3 անգամ 6 անգամ 6, կտա 3 անգամ 36, 90, 18, գումարենք 108։ Վերջ, ուրեմն ծավալն է կլինի 108։ Ուսան պատասխանները լրացնելուց սխալ բան չեմ գրել։ 26-ից 27-ը կոորդինատներ եւ վեկտորներ տրված են A-1, 2, B3, 4 կետերը։ Գտնել AB հատվածի միջնակետի կոորդինատները։ Ենթադրենք AB հատվածի միջնակետը M կետն է, որի կոորդինատներն են x, y կամ x0, y0, ոնց ուզում եք։ Ինչպես գտնել հատվածի միջնակետի կոորդինատները։ Հատվածի միջնակետի կոորդինատները որոշվում են հատվածի ծայրակետերի համապատասխան կոորդինատների միջին թվաբանականով կամ կիսագումարով։ Այսինքն միջնակետի x կոորդինատը գտնելու համար մենք պետք է A եւ B կետերի, որոնք այդ հատվածի ծայրակետերն են, x կոորդինատների կիսագումարը կամ միջին թվաբանականը գտնենք։ Այսինքն
ոնց գրեմ այստեղ -1 + 3 երկրորդ, y-ը 2 + -4 երկրորդ կարելի է այս ձևով գրել, հա, առանձին կողքը գրել, որ x-ը հավասար է -1 + 3 երկրորդ, -1-ին գումարենք 3, 2 բաժանենք 2-ի 1, իսկ y կոորդինատը կլինի 2 + -4, ահա, սա բաժանած 2-ի, կտա -2-ը բաժանած -2-ը բաժանած 2-ի տվեց -1, x-ը 1, y-ը -1, ուրեմն կոորդինատները կլինեն 1, -1, ուշադրություն, այդ m կետը մենք վերցրեցինք, մենք նշանակեցինք, հա, պատասխանում չգրեք m1 -1, ուղղակի կգրեք 1 -1, սենց փակագծով, հա, գրենք 1 -1, լավ, և 27-ը գտնել տրված վեկտորի կոորդինատները, a վեկտորի կոորդինատները, այստեղ պետք է վեկտորների նշաններ լինեն, i և j կոորդինատային վեկտորներ, i և j-ի վրա, հետ գծիկները, սլաքները ավելի շուտ, դե դրա համար նախ գտնում ենք -i վեկտորի կոորդինատները, հետո գտնում ենք +3j, ուղղակի ասենք 3j, հա, վեկտորի կոորդինատները և այս երկու վեկտորների համապատասխան կոորդինատները իրար գումարելով մենք կստանանք a վեկտորի կոորդինատները։ Կոորդինատային i վեկտորի կոորդինատները հիշեցնեմ, որ 1 0 էր, հարթության վրա, հա, x-ը 1, y-ը 0, իսկ արդեն տարածության մեջ z-ն էլ կլինի 0, իսկ j-ինը 0 1, հա, տեղերով փոխում ենք, այսինքն x-ը 0, y-ը 1, երբ որ սրա x-ն էր 1, y-ը 0, ու հասկանալի է, որ տարածության մեջ արդեն էլի z-ը 0, որտեղ պետք է այդ առանցքների վրա լինեն, այսինքն z-երը պետք է էլի 0 լինի։ Այստեղ կարող է ձեզ մոտ հարց առաջանա, բա մենք ոնց ենք հասկանում այս օրինակում i և j վեկտորները մենք պետք է դիտարկենք հարթության վրա ու երկու կոորդինատով նայենք, հա, թե տարածության մեջ ու 3 կոորդինատով նայենք, որտեղ դրանից կախված արդեն a վեկտորի կոորդինատները կամ կլինի x, y, z-ով, հա, 3 կարելի ասել թիվ կլինի այդ ձևավոր փակագծերում կամ 2 թիվ կլինի։ Դե պետք է ուշադրություն դարձնենք այս վեկտորին, թե ոնց է վերածված։ Տեսեք, i-ով ու j-ով է միայն վերածված։ Եթե լիներ գումարած նաև k վեկտորը, այ դա արդեն կնշանակեր, որ մենք տարածության մեջ ենք գտնվում։ Ու արդեն k վեկտորի համապատասխան կոորդինատներն է տարածության մեջ հաշվի առնելով կստանայինք a վեկտորի 3 կոորդինատներն x, y-ը, z-ը, հա, աբցիսը, օրդինատը եւ ապլիկատը, բայց այս դեպքում որ միայն i-ով ու j-ով է, կա չկա, հասկանում ենք, որ մենք հարթության վրա ենք, հասկանալի է։ Մինուսի վեկտորի կոորդինատները գտնելու համար, քանի որ -i, նշանակում է -1 անգամ i, մենք պետք է ուղղակի i վեկտորի համապատասխան կոորդինատները բազմապատկենք -1-ով, հա։ K անգամ a վեկտորի կոորդինատները գտնելու համար a վեկտորի համապատասխան կոորդինատները բազմապատկում ենք k թվով։ Ուրեմն եթե մենք բազմապատկենք համապատասխանաբար 1-ը եւ 0-ն -1-ով, մենք կստանանք մինուսի վեկտորի համապատասխան կոորդինատները, -1 անգամ 1 -1 եւ -1 անգամ 0 0, սա մինուսի վեկտորի կոորդինատն է, 3 անգամ 0 0, 3 անգամ 1, 3, ահա, հիմա գումարում ենք այս երկու վեկտորների համապատասխան կոորդինատները իրար տակ գրած հեշտացել շունակներով, թե չնայած պետք է ասենք x կոորդինատները եւ y կոորդինատները, ու կստանանք մեր a վեկտորի, որ ներկայացվում է -i + 3j տեսքով կոորդինատները, -1 + 0 կտա -1, 0 + 3 կտա 3, դե վերջ, ուրեմն a վեկտորի կոորդինատները -1, 3 է, պատասխան գրենք, -1, 3, միգուցե ձեզ մոտ հարց առաջանա ինչու եմ ես սա ձևավոր փակագծերով գնում, որտեղ ընդունված է, որ կետի կոորդինատները այդ կլոր փակագծերով են դնում, իսկ վեկտորինը ձևավոր, բայց այդ ամերիկյան ու արտասահմանյան, հա, անգլերեն լեզվով գրականության մեջ ու նույնիսկ այդ արհեստական բանականության վրա աշխատող ծրագրեր իրանք վեկտորների կոորդինատներն է կլոր են դնում, մարդկա կլոր այդ սենց էլի փակագծերով է գրում, այդպես է գրում, բայց մենք ձևավոր փակագծերով ենք գրում վեկտորների կոորդինատները։ Լավ, դե սա ավարտեցինք, չէ, վեկտորները։
Հիմա 28-ից 30-ը հարթաչափություն է։ Ինչ է ասում։ Ասում է հավասարացրուն սեղանի անկյունագիծը 25 է, իսկ հիմքերի գումարը 40։ Ունենք ինչ որ հավասարացրուն սեղան, որի անկյունագիծը 25 է, իսկ հիմքերի գումարը 40 աշկաչափով պետք է աստե գծեմ, մոտավորապես, հա։ Հիմքերի գումարը 40, ասենք սա այս հիմքի երկարությունը A է, այս հիմքի երկարությունը B է, A պլյուս B-ն հավասար է 40, միանգամից կարելի է միջին գիծը գտնել, եթե դրա մասին հարց տա, իսկ անկյունագիծը 25, սա 25 է։ Լավ, կարդանք 28-րդ հարցը գտնել սեղանի միջին գծի, փաստորեն դա է երկարությունը։ Ու պայմանական մենք սեղանի միջին գիծը նշանակում ենք m-ով եւ միջին գիծը սեղանի հավասար է հիմքերի կիսագումարին, կլինի A պլյուս B երկրորդ։ A պլյուս B-ն դե խնդրում տալիս է 40 է, կլինի 40 երկրորդ, այսինքն 20։ Այս էլ մեր միջին գծի երկարությունը։ Պատասխան գրում ենք 20, էլի ուշադրություն կդարձնենք չափման միավորին, որ սանտիմետր լինի կգրեք սանտիմետր, բայց վերջում ձևաթուղթը լրացնելիս ուղղակի 20։ Եվ կարդանք հաջորդ հարցը, երևի երկու հարց, մակերես բարձրություն։ Ամենահետաքրքիրը բարձրությունը գտնել, որտեղ բարձրությունը գտնելուց հետո հիմքերի կիսագումարը կա, բարձրությունը կա, մակերեսը միանգամից կարողանում ենք գտնել։ Ինչպես գտնենք բարձրությունը։ Դե բարձրությունը կարելի է նախ եւ առաջ այստեղ տանել, հա, ինչ որ գագաթից, սրա երկարությունը պետք է գտնենք, սա h-ն է, պայմանական, այստեղ կա ուղիղ անկյուն։ Ոստեղ դժվար չի նկատել, որ անկյունագիծը հույզուր տրված չի, այսինքն ինչու է անկյունագիծ տրված։ Եթե դիտարկենք այս ուղղանկյուն եռանկյունը, ներքնաձիգը հայտնի է, ուզում է գտնել h-ը, որը էջերից մեկի երկարությունն է, եւ եթե մենք ունենանք մյուս էջի երկարությունը, մենք կկարողանանք գտնել h-ը Պյութագորասի թեորեմով։ Մյուս էջի երկարությունը ինչի է հավասար, հայտնի փաստի հիման վրա, հա, հավասարացում սեղանի համար, սա հավասար է միջին գծին, որովհետև կարելի է հենց հիմա ցույց տալ, որովհետև եթե սա զուգահեռ սրան տանենք, մյուս բարձրությունը այսինքն տանենք, այստեղ ուղղանկյուն է առաջանում, սա հավասար է փոքր հիմքի երկարությանը a-ը, մեծ հիմքը b-ը, b մինուս a-ն կլինի այս երկու հատվածների երկարությունների գումարը, այս երկու եռանկյունների հավասարությունից հա ստացվում է, որ սրանք էլ իրար են հավասար, եւ արդյունքում ստացվում է, որ եթե սրանց գումարը b մինուս a-ը, բայց իրար հավասար են, ուրեմն յուրաքանչյուրը b մինուս a երկրորդ է։ b մինուս a երկրորդ է։ Դե եթե սա b մինուս a երկրորդ է, իսկ ամբողջը b-ը, ուրեմն սա ինչի է հավասար։ Կլինի b հանած այդ b մինուս a երկրորդ, ընդհանուր հայտարարենք երկուսը կլինի 2b հանած b պլյուս a երկրորդ, նույն a պլյուս b երկրորդն է, այսինքն հավասար է սեղանի միջին գծին, որը հավասար է 20, այսինքն սրա երկարությունը ստացվեց, որ 20 է, դե չստացվեց ներքնաձիգը, եթե 25 է, այս մի էջն է 20 է, մյուս էջը կարող ենք Պյութագորասի թեորեմով գտնել, որ ինչի է հավասար, արմատի տակ 25-ի քառակուսի հանած 20-ի քառակուսի, կլինի արմատի տակ 625 հանած 400, 225, 15-ի քառակուսին, այսինքն արմատ 225-ը հավասար է 15։ Գտնել սեղանի բարձրության երկարությունը, ոչ թե բարձրությունը, կլինի 15, թե չէ բարձրությունը հեսա կամ n մյուսն է հասկանալի, մի քիչ անփույթ է ստացվում։ Եվ հիմա կարող ենք գտնել միանգամից մակերեսը։ Սեղանի մակերեսը որոշվում է հիմքերի կիսագումար անգամ բարձրություն բանաձևով։ Հիմքերի կիսագումարը հենց միջին գծին հավասար, միանգամից կրճատ գրում են միջին գիծ անգամ բարձրություն, իսկ միջին գծի երկարությունը հավասար է 20, իսկ բարձրության երկարությունը 15։ 20 անգամ 15-ը կտա ինչ 30, 0 վերջից կցավրենք 300։ Դե վերջ, ուրեմն գտանք սեղանի մակերեսը 300։ Պատասխան 300։
100, ուրեմն մեկ անգամ էլ, հա։ A պլյուս B-ն 40-ը, միջին գիծը 20-ը, սա հասկացանք, որ հավասար է միջին գծի, ուրեմն 20-ը վերջերս ուղղանկյուն եռանկյունուց Պյութագորասի թեորեմով գտնում ենք h-ը, որ 15-ը, բարձրությունը կա, հիմքերի կիսագումարը կա, մակերեսը դրանց արտադրյալն է, կտա 300, մակերեսն է կա։ Վերջ, ուրեմն այս օրինակն էլ ավարտեցինք։ Եվ հիմա մյուսը, էլի հարթաչափությունը, շեղանկյան մակերեսը հավասար է 96, իսկ անկյունագծերից մեկի երկարությունը 12։ Ահա, թող սա լինի մեր շեղանկյունը։ Ինչպես ասել եմ վիդեո դասերի շարունակ մինչև այդ էլ շեղանկյունը զուգահեռագծի տեսքով ենք անպայման գծում, ոչ թե այն ոնց էր դա կոչվում, դպրոցում որ գծում ենք այսպես։ Սրա հետ աշխատելը շատ անհարմար է, շատ անհարմար է։ Ավելի ինչ որ կարելի ասել ծավալուն խնդիրներում ընդհանրապես այդ գծագիրը հարմար չի, պետք է անդադ գլուխը թեքես, որ ուրիշ բաներ նկատես։ Դրա համար վերաբերվում ենք որպես զուգահեռակից, այսինքն գծում ենք ներողություն, որտեղ վերաբերվում ենք այս գծածին որպես շեղանկյուն, չնայած որ գծում ենք զուգահեռագծի նման։ Դե գիտենք շեղանկյան կողմերը հավասար են, անկյունագծերը հանդիսանում են անկյան կիսորդներ, անկյունագծերը փոխուղղայաց են, այսինքն հատվում են ուղիղ անկյան տակ, անկյունագծերը հատման կետով կիսվում են, եւ այլն, նայած ինչ պետք է գա, դա է կօգտագործենք։ Ասում է մակերեսը 96 է, անկյունագծերից մեկի երկարությունը 12 է, ուրեմն անկյունագծերից մեկը պետք է տանել։ Այս պայդրությամբ հայտնի չի, թե անկյունագծերից մեծի, թե փոքրի երկարությունն է 12։ Դրա համար եկեք գտնենք նաև մյուս անկյունագծի երկարությունը։ Ինչպես գտնենք մյուս անկյունագծի երկարությունը։ Մենք կարող ենք շեղանկյան մակերեսը գտնել ինչպես քառանկյան մակերես անկյունագծերի երկարություններից կախված։ Քառանկյան մակերեսը կարելի է գտնել անկյունագծերի կիսը արտադրյալով եւ նրանց կազմած անկյան սինուսով, հա, այսինքն ընդհանուր դեպքում սենց ենք ասում ենք S-ը հավասար է 1/2 d1 diagonal, իսկ ռուսերեն դիագոնալ, մեկ անգամ երկրորդ ուրեմն անկյունագիծ d2 եւ անգամ նրանց կազմած անկյան սինուս, ինչ որ սինուս ալֆա։ Հիմա քանի որ շեղանկյան դեպքում ալֆան 90 այսչանա սինուս ալֆան ստացվում է որ 1 է, ուրեմն մեր մակերեսը, որ հավասար է 96-ի, հավասար անկյունագծերի արտադրյալի ուղղակի կեսին, իսկ անկյունագծերից մեկի երկարությունը ենթադրենք d1-ին, հա, 12 է, ուրեմն կլինի 12 անգամ d2 երկրորդ, ու d2-ը մենք արդեն կկարողանանք այստեղից գտնել 12 անգամ d2 երկրորդ, ստացվեց 96-ը հավասար է 6 անգամ d2 ուղղակի 6 d2, որտեղից ստանում ենք d2-ը հավասար 96-ը բաժանենք 6-ի, կտա 16, d2-ը հավասար է 16, տեսեք, անկյունագծերից մեկը 12 էր, մեկը 16, փաստորեն մեծ անկյունագծի երկարություն 16 է, ուրեմն խնդրում տրված անկյունագիծը, որ ասում է երկարություն 12 է, դա փոքր անկյունագծի երկարությունն է, եկեք հիմա գծագրի վրա շատ կարևոր է, հա, ավելացնենք, որ գծենք այսքան անկյունագծերը տանենք ու ցույց տանք, որ նա 12-ը, նա 16-ը, ուղիղ անկյան տակ, 16-ի կեսը 8, 12-ի կեսը 6։ Միանգամից այս ուղղանկյուն եռանկյունուց կարելի է գտնել շեղանկյան կողմի երկարություն, չենք մոռանալ շեղանկյան կողմերը իրար հավասար են։ Սա Պյութագորասի թեորեմով կլինի արմատի տակ 64 գումարած 36 արմատ 100, այսինքն 10։ Շեղանկյան կողմի երկարությունը փաստորեն 10 է։ Հիմա 31 ասում է գտնել շեղանկյան կողմի երկարությունը։ Գտանք, որ 10 է, 10 եւ կարդանք ուրեմն հաջորդ հարցը չափման միավոր չկա, հա։ Գտնան շեղանկյան բարձրության երկարությունը, դե սա տարբեր ձևերով կարելի է անել, եթե մենք տանենք այս ուղղանկյուն եռանկյան ուղղանկյան գագաթից բարձրությունը եւ այս կետից այն կողմ շարունակենք մինչեւ սրա հետ հատվել այստեղ է կստացվի ուղղանկյուն, դե ուղղացա սրան, ուղղացա նաեւ սրան, որտեղ դրանք իրար զուգահեռ են, չէ՞, հանդիպակաց կողմերը։ Եվ այս եռանկյունների, ասենք հենց մեկը այս երկու ուղղանկյուն եռանկյունների հավասարությունից ստացվում է, որ սրանք իրար հավասար են,
Այսինքն ստացվում է, որ եթե մենք գտնենք սրա երկարությունը, մենք ունենանք փաստորեն նաև սրա երկարությունը, իսկ այդ երկուսի գումարը տալիս է սրա երկարությունը, բայց սա ի՞նչ է։ Տեսեք, երկու հանդիպակաց կողմերին ուղղայաց ուղի հատվածը, որը զուգահեռագծի կողմերի միջև է ընկած։ Այսինքն ստացվում է, որ սա հենց իրենից ներկայացնում է զուգահեռագծի բարձրություն։ Հասկանում եք, մենք սովորաբար գագաթից ենք տանում, բայց դե հիմա ինչ տարբերություն, սա տանեմ, թե սա, մեկը իրար հավասար են։ Սա էլ է զուգահեռուղիների միջև հեռավորություն, սա էլ է այս երկու զուգահեռուղիների միջև հեռավորություն։ Հասկանալի է։ Դե փաստորեն ստացվում է, որ սա բարձրությունն է։ Այսինքն գտնելով սա, բազմապատկելով երկուսով ստանում ենք սրա երկարությունը, որին հավասար է բարձրության երկարությունը։ Կամ էլ ուղղակի կարելի է մակերեսի հետ էլի կապ հաստատելով ասել, որ հիմա մակերեսը սենց գտնենք։ Կողմ, հա, ընդհանուր գրեմ A։ Կողմ անգամ նրան տարված բարձրություն։ Ան գտել ենք 10-ը, հաշը պետքա գտնենք, բայց էսի արժեքն է գիտենք, չէ, տրված էր, որ 96 է, ստեղից ստացվում է հաշը հավասար է 96-ը բաժանած 10-ի, կտա 9,6 հաստեղ էր ուզում, 9,5 իզուրել սա ստեղ գրեցի, եկեք սա իջեցնենք ներքևը, որտև այս կետի համար է, հա, լուծած, այս ձևով է գտանք, որ 9,6 է, ու փաստորեն վերջ, հա, 31-32, հա, այս հարթաչափության ուրեմն առաջադրանքն է ավարտեցինք, հիմա ինչ մնաց, տեքստային ու ոնց որ թե պարամետրով մի թեթև առաջադրանք, տեքստայինը 33-ից 34, գետի հոսանքով նավակն անցավ 28 կիլոմետր և անմիջապես վերադարձավ, ամբողջ ուղևորության վրա ծախսելով 7 ժամ, գետի հոսանքի արագությունը 3 կիլոմետր ժամ է, ուրեմն գետի հոսանքով, այսինքն հոսանքի ուղղությամբ է գնացել, նավակը անցավ 28 կիլոմետր, ենթադրենք այստեղից է սկսել, շարժվել, և անմիջապես վերադարձավ, գնաց հասավ այստեղ ինչ-որ տեղ, և անմիջապես վերադարձավ, ամբողջ ուղևորության վրա ծախսելով 7 ժամ, ընդհանուր տեն, հա, ընդհանուր տեյով դնենք, հավասար է 7 ժամ, այս տեն հավասար է այս երկու ուղևորությունների վրա, հա, ծախսված ժամանակների գումարին, T1 + T2, գետի հոսանքի արագությունը 3 կիլոմետր ժամ է, գետի հոսանքի արագությունը ընդունենք, հա, նշանակենք V0-ով, հավասար է 3 կիլոմետր ժամ, գետի հոսանքով նավակը, նավակի սեփական արագությունը կանգնած ջրում թող լինի V, երբ որ նա գետի հոսանքով, այսինքն հոսանքի ուղղությամբ շարժվեց, նրա արագությունը ինչքան դարձավ, ոչ թե V, այլ V + V0, որտեղ գետի հոսանքի ուղղությամբ շարժվելիս նավակի արագությանը գումարվում է նաև հոսանքի արագությունը, այնպես որ այստեղ արագությունը V + V0 կիլոմետր ժամը, չէ, կիլոմետր ժամ, այո, շփման միավոր արագության կլինի կիլոմետր ժամ, իսկ արդեն վերադառնալիս, երբ որ գետի հոսանքին հակառակ է, այստեղ գրեմ H կամ հոսանք, հա, որ հասկանաք հոսանքի ուղղությունն էր այս սլաքը, երբ որ գետի հոսանքին հակառակ է ընթանում, արդեն նրա արագությունից հանվում է գետի հոսանքի արագությունը, այսինքն նա ընթանում է V - V0 կիլոմետր ժամ արագությամբ, և հիշեցնեմ նաև, չնայած այստեղ պետք չի, բայց որ լաստը սեփական արագություն չունի, լաստի արագությունը համարվում է հենց կամ հավասար է գետի հոսանքի արագության, որտեղ գետի հոսանքը ինչ արագությամբ քշի, այդ լաստը այն արագությամբ է կշարժվի, հասկանալի է, դա է փոքրիկ հիշեցում։ Լավ, հիմա ինչ հավասարում կարելի է կազմել, որ գտնենք, այստեղ ասում է նավակի արագությունը կանգնած ջրում, որ գտնենք V-ն, հետո T1-ն ու T2-ն եկը կարողանանք գտնել, ու առաջնային, որ գտնենք V-ն, ուրեմն ունենք 28 կիլոմետր ճանապարհ, մի հատ գնում է, մի հատ գալիս է, ամբողջ ուղևորության վրա ծախսում է 7 ժամ, այդ 7-ը, որ հավասար է T-ի ու հավասար T1 + T2, դա կարելի է օգտագործել, կարելի է T1-ն ու T2-ը գտնել ու գրել, որ դրանց գումարը հավասար է 7-ի, T1-ը ինչպես գտնենք, պարզապես պետք է հիշեք տարրական բանաձև, որ S-ը հավասար է V անգամ T, հա, և այստեղից T-ն
յուրաքանչյուր տե գտնելու համար պետք է համապատասխան s-ը բաժանենք համապատասխան v-ի վրա։ Հիմա t1-ը գտնելու համար մենք այդ 28-ը, չէ, որ գնացել է, պետք է բաժանենք այն արագության վրա, որով անցել է այդ 28 կիլոմետրը t1 ժամանակահատվածում, իսկ անցել է v + v0 կմ/ժ արագությամբ, հասկանալի է։ Իսկ t2-ը իր հերթին ինչի հավասար, t2-ն է արդեն հավասար էլի նույն 28-ն է, որտեղ ինչքան գնաց, այդքան վերադարձավ, չէ։ Բաժանած արագության վրա, որը արդեն v - v0 կմ/ժ։ Այսինքն կլինի, որ 28-ը բաժանած v - v0 ժամը ծախսել է վերադառնալու վրա, ամբողջ ուղևորության վրա ծախսել է 7 ժամ, t1 + t2 հավասար է 7, արդյունքում կստացվի, որ այդ 28-ը բաժանած v + v0, իսկ v0-ն խնդրում տալիս է, որ 3 կմ/ժ է, միանգամից տեղադրենք, v + 3-ի գումարած 28-ը բաժանած v - 3-ի հավասար է 7-ի։ Եկեք միանգամից բերենք ընդհանուր հայտարար բոլորի համար, այսինքն v + 3 անգամ v - 3 ու բոլորը բերենք հավասարման, ասենք ձախ մաս։ Արդյունքում կունենանք մեծ կոտորակի գիծ հայտարարում v + 3 անգամ v - 3 համարիչում կլինի 28 անգամ, ինչ է պակասում սրան, այս v - 3-ը, որտեղ նա v + 3 արդեն ունի, կլինի 28 անգամ v - 3 գումարած, չէ, 28 անգամ ինչ, նրան ինչ է պակասում, v + 3, որտեղ նա v - 3 ունի, 28 անգամ v + 3, այս 7-ը բերում ենք ցախ մաս, ստացվում է հանած 7, չէ, այսպես, հավասար է 0, հիմա 7-ի համար է, որ ընդհանուր հայտարարը բերում ենք, ստացվում է հանում ենք 7 անգամ ինչ, 7-ի համար այս երկուսն է պակասում է, այսինքն հանում ենք 7 անգամ v + 3 անգամ v - 3, արդյունքում սա հավասար է 0-ի։ Համարիչում կստանանք 28v գումարած 28v, տեղ կտա 56v, գումարած 28 անգամ, հանած 28 անգամ 3, ընդ գումարած 28 անգամ 3, դրանք կկրճատվի, այսինքն գումարը 0-ը անտեսում ենք, հետո կգանք ուրեմն հանած 7 անգամ, այդ v + 3 անգամ v - 3-ը դա v քառակուսի հանած 3-ի քառակուսի, այսինքն 9-ն է, կլինի 7 անգամ v քառակուսի հանած 9, սա հարաբերած v քառակուսի հանած 9-ի հավասար է 0։ Կոտորակը հավասար է 0-ի, ինչպես ենք լուծում այս հավասարը, կամ կոտորակը երբ կլինի հավասար 0, երբ որ նրա համարիչը 0 լինի եւ նա իմաստ ունենա։ Այսինքն նախ եւ առաջ պետք է կոտորակի իմաստ ունենա եւ հետո պետք է համարիչը 0 լինի, որ ստացվի կոտորակի արժեքը 0, այսինքն հավասարվում է 0-ի։ Այսինքն անցնում ենք համարժեք համակարգի, որ իմաստ ունենալու համար պետք է հայտարարը 0 չլինի, սա 0 չլինի, եւ համարիչը լինի 0, 56v հանած 7v քառակուսի գումարած 7 անգամ արդեն կլինի 9 ներողություն 63-ը հավասար է 0, դե v-ն կլինի v քառակուսին 9 չի, այսինքն v-ն 3 ու -3 չի, հասկանալի է, որ v-ն դրական մեծություն է, միանգամից բացառենք v-ի ուղղակի 3 լինելը, հա, -3 սենց թենես բացառվելի է, v-ն ուրեմն հավասար չի 3, բայց դե որ գրեցի համարժեքա պլյուս մինուս պետք է դնեմ, թե չկլինի հետևություն, եւ այստեղ արդեն սա եթե արտագրենք հետևյալ տեսքով 7v քառակուսի հանած 56v հանած 63-ը հավասար է 0։ Ստացվում է, որ պետք է լուծենք այս հավասարումը, գտնենք արմատները եւ եթե հանկարծ արմատներից մեկը կամ երկուսը նույնիսկ, եթե համընկնեն այս թվերը, բացառենք, բայց դե եթե երկուսն համընկնեն, կստացվի հավասարումը լուծում չունի։ Մեկը պետք է օրինակ է, եթե համընկնի, բացառենք, ստանանք, որ v-ն կոնկրետ ինչ-որ արժեք ունի, կամ միգուցե այնպես ստացվի, որ v-ն 3-ից տարբեր թիվ է, հասկանալի է, որ նաև -3-ից, այսինքն սա ընդհանրապես դեր չի խաղում ու 2v ենք ստանում, բայց այդ ժամանակ պետք է մտածենք, հա, ինչ է տեղի ունենում, դա ինչ-որ հակասության բերում է, թե չէ։ Հիմա սա արտագրենք ու լուծենք։ Հա, այստեղ էլ 7-ով չգրեմ, նկատենք, որ 7-ն է, 56-ն է, 63-ն է, դրանք 7-ին բազմապատիկ թվեր են։
Ուրեմն 7-ով կարելի է կրճատել, այսինքն հավասարման երկու մասերը բաժանենք 7-ի վրա, մտովի ստեղից 7-ը նախապես ընդհանուր արտադրիչ ենք անլինում է 7 անգամ v քառակուսի հանած ընդեղ կտա 8v հանած 9 հավասար է 0, երկու մասերը բաժանենք 7-ի, ձախ մասից այդ 7-երը կրճատվում մնում են փակագծի արտահայտությունը, աջ մասում 0-ն բաժանած 7 0։ Այս ամեն ինչը մտքում է կատարվում։ Արդյունքում ստացվեց, որ v քառակուսի հանած 8v հանած 9 հավասար է 0, այս հավասարումն է քառակուսային։ Դե սրա d4-ը հիշեցնեմ, որ եթե v-ի գործակիցը 2-ի բաժանվում է, հարմար է d4-ը, որպեսզի ավելի փոքր թվերի հետ աշխատենք, հա, այսինքն դիսկրիմինանտից 4 անգամ փոքր մեծության հետ ենք աշխատում, հա, ու դրանից կախված արմատները գտնել բանաձևն է, մի քիչ ձևափոխվում է։ d4-ը հավասար է b երկրորդի քառակուսի մինուս 8-ի քառակուսի, մինուս 8 երկրորդի քառակուսի մինուս 4-ի, այսինքն քառակուսի 16, կտա մինուս 9, որտեվ b քառակուսի հանած ac-ը է այս դեպքում, հա, b քառակուսի հանած 4 ac-ից դառնում է b երկրորդի քառակուսի հանած ac, այսինքն հանում ենք ան v քառակուսու գործակիցն է 1-ը, c-ն մինուս 9, մեկ անգամ մինուս 9, հանած մինուս 9, այսինքն կտա գումարած 9, տվեց 25, ուրեմն v-ն հավասար է կամ այստեղ ստացվում է բանաձև արդեն մինուս b-կես պլյուս արմատ d a-երորդ, մինուս b-կես 4 հանած արմատ d չի, արմատ d4-որդ, հանած արմատ 25, այսինքն 5 բաժանած a, որը 1 է, այդ չեմ է գրում, կամ v-ն հավասար է 4 արդեն նույնը գումարածով, գումարած 5, կամ մինուս 1 է, կամ 9, դե մինուս 1 չի կարող լինել, որտև արագությունն է նավակի, այնպես որ սա մեզ չի բավարարում, հա, այս պատասխանը, դե ստացվում է, որ v-ն 9 է, եթե v-ն 9 է, ստացվեց, որ նամակի սեփական արագությունը կանգնած ջրում 9 փակագծում չափման միավորը գրենք կիլոմետր/ժամ է։ Հիմա բարձրանանք վերև, 33-ը գտնել նավակի արագությունը կանգնած ջրում, էդ է, v-ն էր 9 կիլոմետր/ժամ է, գրում ենք 9 կիլոմետր/ժամ, բայց չափման միավոր ուշադիր կլինեք նորից ձևաթղթում հանկարծ չարտագրեք։ Եվ 34-ը քանի ժամ տևեց ուղևորությունը հոսանքի ուղղությամբ։ Հոսանքի ուղղությամբ t1 ժամա տևե, չէ՞։ Հիմա խնդիրը t1-ը գտնելն է։ Այստեղ առանձնացնենք, հա։ t1-ը կլինի հավասար ինչի հավասար։ 28-ը բաժանած v + v0, 28-ը բաժանած v 9 + v0, 3, 9 + 3-ի, 28-ը 12-ի, 4-ով կրճատենք 7-ը, 3-ի, սա նույնա թե գրենք 2.1/3, եթե չեմ սխալվում, պատասխանները խառը թվի տեսքով են գրում, եթե կոտորակով, հա, այնպես որ կստացվի, որ հոսանքի ուղղությամբ ուղևորությունը տևեց 2.1/3 ժամ, այսքան ժամ, հասկանալ է, պատասխան ուղղակի 2.1/3։ Ուրիշ հարց կա, չէ, այս երկու հարցներ տեքստայինի վերաբերյալ, վերջում տեքստային խնդիրն է ավարտեցինք եւ հիմա անցնենք վերջի առաջադրանքին, պարամետրով իբրև առաջադրանք է կոչվում, բայց ամենահեշտն է, հեքիաթ էլի։ 35-ը, i-ի ինչ արժեքի դեպքում այս հավասարումը ունի 1 արմատ։ Տրված հավասարումը նկատում ենք, որ քառակուսային հավասարում է, հիշեցում։ Քառակուսային հավասարումը կարող է արմատ չունենալ, այն դեպքում, երբ որ նրա գրաֆիկը, որը պարաբոլ է, աբսիսների առանցքը չի հատում։ Ոնց չի հատում, կամ վերև է գտնվում ճյուղերն ուղղված, այսինքն դրական արժեքներ ընդունում ու ճյուղերը ուղղված է վերև, դրա համար հատում չկա, կամ բացասական արժեքներ ընդունում ու ճյուղերը ուղղված է ներքև, կամ այս ձևը է, տեսեք, այդ երկու դեպքում է, փաստորեն աբսիսների առանցքը գրաֆիկը չի հատում, դրա համար ստացվում է, որ գոյություն չունի այնպիսի x գոնե 1, որ այդ կետում արժեքը 0 դառնա, դրա համար ասում ենք, որ հավասարումը արմատ չունի, նույնն ասել, որ այս եռանդամը էլի արմատ չունի։ Մյուս դեպքը, երբ որ ունի երկու տարբեր արմատ, հա, երկու տարբեր, ուշադրություն, երբ որ ասում ենք երկու տարբեր ու ասում ենք այն դեպքում ունի, երբ որ d-ն մեծ է 0, շատերի մոտ տպավորում է d-ի մեծ 0 պայման այն պայման, որ ունի երկու տարբեր նշանի արմատ, դրա հետ շփոթեք, հա, չգիտեմ ինչու շատ են շփոթում, ուղղակի երկու տարբեր արմատ, երկուսն էլ լինի դրական, կարա երկուսն էլ լինի բացասական, կապ չունի ոնց է գծում ճյուղերը վերև թե ներքև, կարա մեկը լինի դրական, մեկը բացասական, հասկանալի է։ Այսինքն d-ի մեծ 0 լինելը արմատների նշանների տարբեր լինելու հետ ընդհանրապես կապ չունի, այն ապահովում է ուղղակի երկու տարբեր արմատ
ունենալը, հա։ Ուրեմն արմատ չունենալու դեպքը, երբ որ d-ն փոքր է 0, երկու տարբեր արմատ, երբ որ d-ն մեծ է 0 եւ ունի մեկ արմատ, երբ որ d-ն հավասար է 0։ Այդ դեպքում գրաֆիկը շոշափում աբսիսների առանցքը կամ այսպես է շոշափում, կամ այսպես է շոշափում, էական չի։ Լավ, ինչու սա հիշեցրեցի, որովհետև թեստերում հանդիպում է նաև, որ ասում է այդ մեկ արմատի տեղը, ասում է ունի երկու հավասար արմատ։ Կարող է շատերին թվա ոնց կարա երկու հավասար արմատ ունենա, չի կարա ունենա, վերջ, այդպիսի ալգորիթմ չունի, դատարկ ուրեմն։ Չէ, նկատի ունեն, երբ որ գրում են երկու հավասար արմատ, երկու համընկնող արմատ, որովհետև այն մի արմատի դեպքը, երբ որ կա, երբ որ շոշափում աբսիսների առանցքը, ասում են նաև, որ ունի երկու համընկնող արմատ, հա։ Ինչու են այդպես ասում, որտեղ անիմացիայի տեսքով, եթե d-ն փոփոխվի այնպես, որ երկու հատման կետ ուներ, գրաֆիկը փոխվում է, ու d-ն 0 դեպքում գալի արդեն շոշափման դեպք է ստացվում, այսինքն գրաֆիկը այս տեսքն է մոտավոր ընդունում։ Մտովի ստացվում է, որ այս երկու կետերը ձգտելով, այսինքն իրար մոտենալով եկան ու այս կետում կարելի ասել համընկան։ Դրա հիման վրա ասում են, որ նաև ասում են, որ ունի երկու համընկնող արմատ, այսինքն այն մի արմատի դեպքը, երբ որ տեղի անեմ d-ն 0 դեպքում, ասում են նաև ունի երկու համընկնող արմատ, բայց թեստերում գրում են երկու հավասար արմատ, ու այդ ժամանակ ոնց երկու հավասար արմատ, կամ երկու տարբեր արմատ ունի, կամ մի արմատ ունի, կամ արմատ չունի։ Այդ երկու հավասար իմացեք, որ նկատի ունեն երկու համընկնող արմատ։ Այսինքն ստացվում է մի արմատի դեպքը, երբ որ d-ն 0, այն պայման պետք է դնեք, որ d-ն լինի 0 ու վերջ, հարցին կպատասխանեք։ Հիմա այս օրինակում ավելի պարզ է հարցադրում, ասում է հավասարում ունի մեկ արմատ, այ ինչ արժեքի դեպքում էս հավասարում ունի մեկ արմատ, ասում են քառակուսային հավասարումը մեկ արմատ ունի, թեստը փոխվեց, մեկ արմատ ունի, երբ որ նրա դիսկրիմինանտը հավասար է 0-ի, d-ն հավասար է 0-ի, դե վերջ, ասում ենք պահանջենք, որ d-ն լինի 0, իսկ քանի որ x-ի գործակիցը 2-ը, այսինքն բաժանվում է 2-ի, կարելի է նույն պայմանը դնել նաև d4-ի վրա, որտեղ եթե մեզ պետք է որ լինի d-ն 0, չէ, կարող ենք նաև գրել, որ d4-ն է 0, որտեղ եթե d4-ը լինի 0, երկու մասերը հավասարում են բազմապատկելով 4-ով, կստանանք d-ն հավասար է 0, եւ հակառակը, եթե d-ն լինի 0, բաժանելով երկու մասերը հավասարում են 4-ի վրա, կստանանք d4-ը 0, այսինքն տարբերություն չկա, d-ի վրա ենք դնում, դա d4-ի։ Կարևորը որ եթե հնարավորություն կա, դրա համար պետք է x-ի գործակիցը 2-ի բաժանվի։ Կարող ենք կիրառել d4-ը։ Ու վերջ, ասում ենք d-ն պետք է լինի 0, համարժեք է, որ d4-ը լինի 0։ Դե d4-ը եկեք գտնենք, d4-ը հավասար է b-ի քառակուսի 1 կտա գումարած 1 անգամ a, այսինքն a, եւ սա պետք է լինի հավասար 0, ստեղից ստացվում է, որ an հավասար է -1, ստացվեց, որ an -1 դեպքում d4 հավասար է 0, այսինքն d-ն հավասար է 0, այսինքն երբ որ an -1 է, դիսկրիմինանտը 0 է եւ ուրեմն սա, այս հավասարումը քառակուսային ունի մի արմատ, այն ինչը պետք էր գտնել այ ինչ արժեքի դեպքում այս հավասարումը ունի մեկ արմատ, an -1 դեպքում ունի մեկ արմատ, հասկանալի է։ Այ ինչ արժեքի դեպքում էլի պատասխանում, քանի որ հարցի մեջ շեշտում է an չեք գրում, an հավասար է -1, ուղղակի արժեքն եք գրում։ Ուր է այդ պատասխանի տեղը չկա։ Հա, շատ ներքև էր, -1։ Այ -1 արժեքի դեպքում այս հավասար ունի մեկ արմատ։ Կարող ենք ստուգել։ Նաև ստուգեք։ Տեղադրում ենք i փոխարեն -1 կլինի x քառակուսի գումարած 2x հանած a, այսինքն հանած -1 կտա x քառակուսի գումարած 2x + 1 եւ ակնհայտ է, որ սա x + 1-ի քառակուսին է։ Սա նշանակում է, որ այս ֆունկցիայի գրաֆիկը -1 0 կետում է գագաթը, այս տիպի գրաֆիկ ունի, պարաբոլա, որի գագաթը -1 0 կոորդինատներով կետում է, 0-ի մարժեքը կլինի 1, այս կետով է կանցնի, մի քիչ ճշգրիտ լինի, էլի։ Մոտավորապես։ Հա, ճյուղերն ուղղված է վերև, գագաթը էստեղ է, դե վերջ, հասկանալի է, չէ՞, շոշափման դեպքում տեղի ունի, եթե ձեր մի արմատը կամ նույն երկու համընկնող արմատը կամ նույն երկու հավասար արմատի դեպքը։ Էսը ստուգումը, որ իսկապես այդպես է։ Դե վերջ, այս առաջադրանքն ավարտեցինք, ուրիշ հարց չունի, չէ՞, 35-րդը։ Էս ինչա՞, հա, ձևաթուղթն է։
Տեսեք, օրինակ սա կգրենք -1, այնտեղ չեմ հիշում, որն էր 2.1/3 էր, ոնց որ թե էս էր, հա, 34, ճիշտ է, վերջինն էր 2.1/3 էր, սա v-ն էր, չէ, ոնց որ ուզում գտնել, եթե չեմ սխալվում, կամ եթե սխալվում եմ, լավ, ինչ որ ասենց լրացնում եք մի խոսքով, լրացնում է ստուգողը, միավորը 1-ից 18, այսքան տեղը ինքն է լրացնում, դուք ստեղ եք լրացնում, մինչև 18-ը, այդ x-երն եք դնում, ստեղ տեսեք վերևը գրած է, անպայման կկարդաք, ստեղ թվերն եք գրում, վերջ, ուղման դաշտ 1-ից 18 առաջադրանքների համար, ասենք 18-ը սխալ է գրում եք 18 ու նշել է երրորդը, բայց ճիշտ էր չորրորդը, շփոթել է երրորդը, արդեն 4-ի մոտ եք այդ x-ը դնում, նույնիսկ ստեղ 1-ից 18 մեկ այլ օրինակ, այսինքն երկու օրինակ, եթե սխալ եք նշել, ուղղելու հնարավորություն կա, ուղման դաշտ 10-ից 35 առաջադրանքների համար, օրինակ գրում ենք 34-ը, այն 2.1/3-ի տեղը գրել եք 2.2/3, հիմա գրում եք ճիշտ 2.1/3, հա, ստուգող հանձնաժողովի նախագահից ձեզ պետք չի, միավորը ձեր գրում են այստեղ, 1-ից 18-ում միավորը գրում են ինչ եք ստացել, 10-ից 35-ում հավաքած միավորն են այստեղ արդեն գրում և միավորների գումարը ինչ որ միավոր է ստանում, ձեր վերջնական գնահատականը արդեն որոշում են, այստեղ գրում են, ստորագրում են, շատ պարզ է այս ձևաթուղթի տարբերություն միասնականի, հա, այնտեղ թվերը, որ պետքա ձեռով գրեք տրված մոդելով, դա մի քիչ դժվար է, պետքա նախապես մարզվեք ու քանի որ հա արդեն փաստորեն ավարտեցինք այս թեստը, էլ չստուգեմ էլ, եթե ինչ-որ բան այնտեղ սխալ եմ լրացրեք, կներեք, եթե նկատել եք ինքնուրույն կարող եք ուղղել էլ հետ չգնանք այդքան ստուգելով, միանգամից խոսեմ երկու բան, թե ինչու այսքան ժամանակ տեսանյութ չկար, որովհետև առնվազն, հա, 14 ամիս ես այդ շտեմարանի առաջադրանքներն էի լուծում մանրամասն վիդեոդասերով, ավելի մանրամասն, քան ասենք հիմա, կամ սրա մակարդակի, բայց յուրաքանչյուր կարելի ասել են ամենահեշտ առաջադրանքը նույնիսկ։ Դրա համար տեսանյութերը բավականին ծավալ ունեն, շատ մանրամասն են, ամեն ինչ մատչելի բացատրված է։ Շատ տանջալից էր այդ ամիսները, որովհետև առավոտից իրիկուն 6 ժամ նստում, խոսում, գրում, լուծում այդքանը ձայնագրում, ու ինչքան է ջուր խմես բան, մեկը չի օգնում, արդեն ձայնը կտրվում, չես կարող խոսած։ Ու այդպես գրեթե ամեն աշխատանքային օր, այլ մնացած օրերի մասին չխոսեմ, հա, մոնտաժը եւ մնացած այդ կայքը պատրաստելը մի խոսքով դժոխային աշխատանք էր։ Ահա որ հիմա ներկա պահի դրությամբ կայքում հոդվածներ բաժնում կա միասնական քննական թեստի ձևաթղթի նմուշ, հա, հոդված, այսինքն բլոգ էլի, գրած է, կարդացեք, այնտեղ տեղ կա հղում, սեղմեք հղման վրա, անցեք այդ հղումով կարող եք ձևաթղթի ավելի լավ որակով նմուշը ներբեռնել, որտեղ համացանցում ես չեմ գտե, GTK-ի կայքում է ուղեցույցներ ես վերջի տարիների շատ անորակ է, PDF ֆայլը անորակ, վերջում է ձևաթուղթն էլի անորակ, այդ PDF ֆայլը անորակ քաշեք, այդ դրա մի էջը դնեք տպեք, անորակ լղոզված բան է։ Դրա համար 20 թվականի կարող ասեմ ձևաթուղթ քչի շատից միջին որակով գտնել, որակը դրա բարելավել եմ ու արդեն բարձր որակով ձևաթուղթ է, դա քաշում եք, տպում եք, եթե տունը պրինտեր ունեք կամ չունեք, ուղղակի այդ ֆայլը քաշում եք, գնում եք ինչ-որ տպելու տեղ, հիմնականում այնտեղ պատի վրա իրենց Viber-ի համարը կամ մեյլը գրած, այդ մեյլի վրա այդ նկարը ուղարկում եք, իրանք դա տպում են, տպում եք, քսերքս եք անում մի քանի օրինակ էլ, բերում եք տուն, մի 10 տարեք գոնե, ու ձևաթուղթի վրա պարապում եք ոնց լրացնել, անպայման սև էլի գելային գրիչով, ուրիշ գրիչով չէ, սև գելային գրիչով, մի խոսքով հոդվածը որ կարդաք ավելի պարզ կդառնա ձեզ համար, թե ինչ պետք է անեք։ Դա դրա մասին, հաջորդիվ կայքում առկա վիդեոդասերի մասին, հա, այս տեսանյութը քանի որ շատ երկար տևեց, հիմա չգիտեմ այսօր թե վաղը, բայց անպայման կամ այսօր կամ վաղը ես կնկարեմ վերջապես կայքին եւ վիդեոդասերին ծանոթացնող տեսանյութ, հա որ հասկանանք թե կայքից ինչպես ենք օգտվում, ինչ կա, չկա, ինչի վրա ենք սեղմում, ինչի վրա սեղմելուց ինչ է կատարվում եւ այլն, ոնց են գրանցվում, այդ ամեն ինչը ցույց կտամ, նաեւ նախապես ասեմ, որ չի ուզում ինքը գրանցվի, ուղղակի թող ինձ մեյլը ուղարկեն, մեյլով կամ Facebook-ի Messenger-ով կամ Instagram-ի Messenger-ով կամ այդ Telegram-ի խմբում այնքան տեղ կա, որ կարաք ուղարկեք։ Ձեր մեյլը
ուղարկեք, հա, ես ձեր մեյլի հիման վրա ձեզ պրոֆիլ ստեղծեմ ինչ-որ պայմանական գաղտնաբառով, դուք ներսից կարող եք այդ գաղտնաբառը հենց մտնեք, արդեն փոխեք։ Այսինքն ես ձեր գրանցումը կկատարեմ, եթե չեք ուզում։ Դուք միայն արդեն ձեր մեյլը կգրեք, այդ գաղտնաբառը կգրեք առաջի անգամ մուտք գործելուց։ Մուտք կգործեք, հետո կուզեք այդ գաղտնաբառը փոխեք։ Չէ, ինձ այդ գաղտնաբառը պետք չի, ես ինչ-որ գեներատորի տալու եմ, որ զուտ այսքան, ասենք, երկարությամբ կամ չգիտեմ ինչ-որ բան ինքը հորինի, դա պայմանական տալու եմ ձեզ։ Ձեր անձնական գրասենյակում ոչ մի բան չկա, հա, կարելի ասել վտանգավոր այս պայդրությամբ։ Հետագայում, երբ որ կայքը ամբողջությամբ արդեն տեխնիկապես կառուցված կլինի, հա, ավարտված կլինի բոլոր աշխատանքները, արդեն դուք ձեր անձնական գրասենյակում, երբ որ կկարողանաք արդեն ձեզ քարտ գցել, որ վճարումները միանգամից գնելու կոճակով անեք, որտեղ ներկա պայն է ուղակի կոճակ է, այդ գնելու կոճակի վրա մարդ կա 13 անգամ սեղմել է։ Այդ կոճակը ուղակի դեռևս կոճակ է, դրա համար ուշադիր կարդացեք, հա։ Գրել եմ, որ կարդացեք FAQ-ն, հաճախ տրվող հարցերի բանն է, մենյուում կա, սեղմեք, այնտեղ նայում եք ինչ է գրված, մի հատ կարդացեք այդ ամեն ինչը, որ անդադ այդ կոճակի վրա չսեղմեք, հետո ներվայնանաք, լքեք, ասեք, այս չի աշխատում, բան, դա դեռևս կոճակ, հասկանում եք, կարելի ասել տակը բան չկա, դրա համար էլ ոչ մի բան չի անում այդ կոճակը։ Դրա համար գրանցվեք ու ինձ գրեք, ասեք հաջորդիվ ինչ պետք է եմ, կամ ասում եք ես արդեն գրանցվեցի, ես հենց տնամ այդ հաղորդագրությունը մեյլով է, մեսենջերով է, թե ինչով է, ես արդեն հաջորդիվ կասեմ, թե ինչ եք անում ու վերջ, հասանելիությունը ստանում եք։ Հասանելիություն ստանալ այդ իմ կողմից է, ես միանգամից հասանելիությունը բացում եմ նախապես, այսինքն վիդեո դասերը բացվում է, դուք մի հատ նույնիսկ նայում եք, այդ առումով ինչ որ խնդիր չկա, այնպես որ երբ որ տեսանյութը կնկարեմ, հա, կայքի գործիքակազմին եւ վիդեո դասերի ծանոթացնող ներողություն, որովհետև ծանոթանալ է, ոչ թե ծանոթել է, հա, ծանոթանալ, ուրեմն ծանոթացնող, ամեն ինչ պարզ կդառնա, ու էլի ասեմ, որ ներկա պահին կայքում առկա է 7 ավտոմատացված թեստ, դրանք ուղղակի վարժանքներ են, հա, վիդեո դասերի հետ կապված, երբ որ գրված է ավտոմատացված թեստեր, ես նկատի ունեմ, որ ամեն գլխի համար ավտոմատացված թեստեր, հետո ասենք ընդհանրական փաթեթում կլինի միասնական թեստերի նմուշներ, հա, ոչ թե այս վարժանքներ, ուղղակի այս վարժանքները փորձեր էին, ու ընդհանրապես ցանկացած մարդու համար, որ մտնի ուղղակի վարժանք է։ Դրանք մի քիչ կարելի ասել ավելի տրամաբանական առաջադրանքներ են։ Դրանցից բացի պետք է լինի ավտոմատացված թեստեր։ Այդ հոդվածներն է, որտեղ կարող եք կարդալ այս պայդրությամբ 5 հատ կարծեմ բան կա, հա, հարաբերություն, համեմատականություն, ռացիոնալ ամբողջ եւ իրական ցուցիչով աստիճանները եւ դրանց հատկությունները, կրճատ բազմապատկման բանաձևերը, դրանց ացանցիալ բանաձևերը, ձևաթղթի մասին այդ հոդվածը, հա, ունդեղ նաև նկարը կա, թե ոնց եք թվերը լրացում, թվերի նկարն եք այդ հղումով որ անցնեք կարողանաք արդեն ներբեռնել։ Եվ մնացածը մի խոսքով հաջորդ տեսանյութում։ Շնորհակալություն ուշադրության եւ համբերատարության համար։ Այսպիսով մենք լուծեցինք նախորդ տարվա 9-րդ դասանի ավարտական օգոստոս ամսվա թեստը, ինչպես ասացի, հուլիս ամսվա էլ կա, բայց դրա առաջադրանքները նման են նախորդ այդ 23 թվականի։ Սրա առաջադրանքների հետ շատ նմանություն կա։ Այնտեղ երկրաչափության խնդիրը միայն ցուցում տամ համար անհասկանալի է, այդ M կետը, որ վերցված է բեցե կողմի վրա էր, թե ոնց էր ասում են, մեծ երկարությամբ կողմի վրա էր։ Այդ M կետը նախ կարելի է նկատել, որ այդ կողմի միջնակետի հետ չի համընկնում, որտեղ այստեղ ցույց տամ, սա ուղղանկյուն է, այստեղ 4 էր, այստեղ 10 էր։ Երկարությունը էս այդ M կետը, եթե միջնակետը լինի, ենթադրենք, միացնենք, հա, այս երկուսը ստացվում է, որ իրար հավասար են, ու եթե M կետը միջնակետն է, խնդրում ասում է, որ այստեղ կա ուղիղ անկյուն A, B, C, D, ստացվում է սա հավասարացնում ուղղանկյուն եռանկյուն է, դե ինչի է հավասար, սրանք իրար ինչի են հավասար, ակնհայտ է հենց մեկը այս ուղղանկյուն եռանկյունների հավասարությունից, հա, սրանք իրար են հավասար, սրանք իրար են հավասար, էջերը հավասար են, ներքնաձիգները վերջ հավասար են։ Եվ հետո երկարությունների տեսանկյունից սա 5 է,
սա 4-ա, սա Պյութագորասի թեորեմով գտնում ենք ինչ են, որ բան են գտնում, սա էլ են գտնում եւ սրա երկարությունը 10 է, եթե ուղղանկյուն երանկյան, որը իբրև թե ուղղանկյուն երանկյուն, հա, համար Պյութագորասի թեորեմը գրեք, կստացվի, որ սրա քառակուսի գումաց սրա քառակուսին հավասար չի սրա քառակուսուց։ Այսինքն կհասկանաք, որ այս անկյունը ուղիղ չի եւ ուրեմն m կետը չի կարող համընկնել այդ կողմի միջնակետի հետ։ Դե եթե միջնակետի հետ չի համընկնում, ստացվում է, որ միջնակետից դեպի այս գագաթ հանկած կամ այս գագաթ։ Ուտեղ շատերը սխալվում են, որ ուղղակի սենց են գծում, բայց հասկանալի է, չէ, որ այսպես գծել եւ այսպես գծել դրանք հավասարա հնարավոր են, կարելի ասել։ Այսինքն ինչպես կարող է m կետը լինել այստեղ ու այս անկյունը լինի այդ ուղիղ, այնպես է m-ը կարող է լինել այստեղ, հա, միջնակետից դեպի արդեն աջ գագաթ հանկած լինի, այդ անկյունը ուղիղ լինի, սա հասկանալի է, ու այս m կետի երկու հնարավոր դիրքերի ընտրությունից կախված ստացվում է, որ այս հատվածի երկարությունը մի դեպքում փոքր է այս հատվածի երկարությունից, այստեղ գրեմ, հա, AB CD, մի դեպքում ստացվում է, որ BM-ը փոքր է MC, մյուս դեպքում ստացվում է, երբ որ արդեն այստեղ է m-ը, ստացվում է, որ BM-ը մեծ է MC, այսինքն միարժեք ձևով չենք կարող ընդհանուր դեպքում որոշել այդ հատվածների երկարությունները։ Այնտեղ հարցատալի ասում է այդ հատվածներից փոքրի երկարությունը։ Այստեղ էական չի, թե դուք որ դեպքով եք գծագիրը գծեք, կարևորը որ դուք հասկանաք, որ երկու դեպքն է հնարավոր է։ Ու երբ որ դուք ստանում եք, ասենք այնտեղ ինչ որ ձև x-ից կախված բան եք ենթադրենք ստացել, ասենք x-ը հենց BM-ն է։ Ու ստացել եք, որ x-ը օրինակ 3-ա կամ 7-ա, այսինքն կամ 3 կամ 7։ Դե ստացվում է, որ մի դեպքի համար, քանի որ BM-ի երկարությունը x-ա, BM-ը 3-ա, ուրեմն MC-ն է 7, իսկ մյուս դեպքի համար, քանի որ մենք BM-ն ենք x-ով նշանակել, ուրեմն BM-ը 7-ա, իսկ MC-ն 3։ Ու որն է այդ հատվածներից փոքրի երկարություն, կարևոր չի, թե որ հատվածն է փոքր, որտեվ մի դեպքում նա է փոքր, մի դեպքում մյուսն է նրանից փոքր։ Կարևորը թե որի երկարությունն է փոքր։ Ունենք երկու հատված, մեկի երկարությունը 3-ա, մեկինը 7-ա, 3-ից ու 7-ից որն է փոքր, 3, ուրեմն ստացվում է, որ այդ հատվածներից փոքրի երկարությունը 3-ա, հասկանալի է, դրա համար էական չի, որ դեպքով է։ Դուք անպայման գրավորի ժամանակ նշում եք, որ այդ երկու դեպքն է հնարավոր է, հասկանալի է, ու դուք ասում եք գծենք առաջի դեպքի համար գծագիր, լուծում եք, ստանում եք այս երկու պատասխան, չեմ հիշում 3 ու 7-ը, թե ուղղակի էս վերցրեցի 3 ու 7, 3 ու 7 ենթադրենք։ Ասում եք BM-ը ըստ մեր գծագրի BM-ը ասենք փոքրն է, x-ն է 3-ա, հետևաբար MC-ն 7-ա։ Երկրորդ դեպքի համար BM-ը հավասար է x, բայց գծագրով երկրորդ դեպքի BM-ն է մեծը, չէ լինում։ Ուրեմն BM-ը հավասար է 7, հետևաբար MC-ն 3-ա։ Այդ երկուսից հետևություն ենք անում, որ հատվածներից փոքրի երկարությունը հավասար է 3, քանի որ 3-ը փոքր է 7։ Վերջ, այդքան բան հիմնավորման մեջ այդ է գրում ու վերջ, պատասխանը 3։ Դա էլ ուղղակի ասեմ, կիսատ չմնա էլ ինչ որ բան մարդ ես, կարող է այդ քննական թեստի այդ երկրաչափության առաջադրանքը գցեն, ասենք, գալիք այդ ավարտական քննության թեստին։ Լավ, շնորհակալություն։ Շնորհակալություն, վստահության եւ ցուցաբերած ուշադրության համար։ Ես միշտ կարդում եմ մեկնաբանությունները, մինչև այսօր մեկնաբանությունները, ծանոթությունները գալու, որ ասում եք շատ շնորհակալություն, այնտեղ միացությունների տեսությունն է, պարամետրով հավասարում, անհավասարում եւ այլն եւ այլն եւ այլն։ Ես էլ ձեզնից եմ շնորհակալ։ Կարևորը, եթե ինչ-որ բաներ չեք հասկանում, ուրեմն մի զլացեք այդ վիդեո դասերը դիտեք, որովհետեւ այդ վիդեո դասերի ժամանակ աստիճանաբար եմ, հա, ես խորացրել ինչ-որ թեմաների, պետքա աստիճանաբար, հա, ծանրաբեռնվածությունը շատացնել։ Դրա համար գլուխ մեկերում ինչքան հնարավոր մանրամասն քննարկում ենք, բայց այնտեղ նուրբ բաներ կա, որ դրա մասին չենք խոսում, որտեղ դրա մասին հարցեր, որ ճիշտն ասեմ, չի տրվում, հետո գլուխ 2-ում ավելի նուրբ ենք նայում ինչ-որ բաներից, գլուխ 3-ում արդեն շատ ավելի նուրբ են, որ մեր ֆինալն է, արդեն բարձրանում ենք վերև, հա, գլուխ մեկերի ժամանակ մենք հիմքեր ենք դնում աստիճանաբար գնում ենք, հա, գլուխ 2-ում մենք ավելի կարելի ասել ամրապնդում ենք մեր հիմքերը, իսկ արդեն գլուխ 3-ում գնում ենք դեպի ֆինալ, մեր գիտելիքները կատարելա գործելու։ Դե ինչ, եթե տեսանյութը օգտակար էր, խնդրում եմ չմոռանաք հավանել եւ կիսվել ձեր ընկերների հետ։ Եվ ինչպես ասեցի,
հաջորդ տեսանյութում կծանոթանանք կայքի հետ, այնպես որ կհանդիպենք կարելի ասել հաջորդ տեսանյութում։